Քաղաքապետ Կարեն Կարապետյանին խիստ մտահոգում է, որ Երևանում կինոթատրոնների թիվը գնալով պակասում է։ Իր պաշտոնավարման 100-րդ օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշել է, որ խնդրի առթիվ դիմել է նաև կառավարությանը, որպեսզի կանանց կինոթատրոնը տրամադրեն իրենց երեխաների համար անվճար ցուցադրումներ կազմակերպելու նպատակով։ Իսկ ընդհանրապես նա վստահեցրել է, որ կինոթատրոնները քաղաքապետարանի ենթակայության տակ չեն։ Քաղաքապետն իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքին հուզող այլ խնդիրների։ Ինձ ահավոր հետաքրքիր է այստեղ, որպես կառավարիչի, այդ բառը ես սիրում եմ, դրա համար օգտագործեմ, դրայվ ունեմ քաղաքի կառավարման համար։ Իր պաշտոնավարման 100-րդ օրը քաղաքապետ Կարեն Կարապետյանը նաև խոստովանեց, որ երբեք չի մտածել եւ առանձնահատուկ չի ձգտել քաղաքապետ դառնալ։ Իսկ մյուս քաղաքապետերից նա տարբերվում է արտաքինով։ Ինչու՞։ Տարբեր մարդիկ են դրել։ Կարեն Կարապետյանն իրեն քաղաքական դեմք չի համարում ու Հայաստանի Հանրապետական կուսակցությունից էլ, որի անդամ է նաև ինքը, քաղաքապետի պաշտոնում ընտրվելիս առաջադրանքներ չի ստացել։ Նույնն էլ վերաբերում է Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու մասին իր որոշումներին։ Բոլոր քաղաքներում կան տեղեր, որտեղ որ հանրահավաք չի թույլատրվում, ինչ-ինչ պատճառներով։ Նախ մենք չենք արգելում հանրահավաքը եւ չկա ինչ-որ կողմնակի կամ կողմնակալ վերաբերմունք։ Օրինակի համար ՀԱԿ-ին չենք թողնում, ժող կուսակցությանը թողնում ենք։ Ասուլիսի ժամանակ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մայրաքաղաքի գրեթե բոլոր խնդիրներին, վստահեցնելով, որ իր թիմն ամեն ինչ անելու է, որ դրանք արագ լուծվեն։ Խնդիրներից մեկը վերաբերում է Երևանի կանաչ գոտու պահպանմանը։ Կանաչ գոտին դա չի նշանակում, որ առավոտը Երևանի քաղաքի բնակիչը զարթնելուց ակլորի ձայն լսելու գետի խշշոցը լսելու մենք պետք է հասկանանք, որ մենք ապրում ենք քաղաքում, մեգապոլիսում։ Իդեպ քաղաքապետարանը որոշել է Հրազդանի կիրճը դարձնել ռեստորանային սրճարանային բարեկարգ գոտի, որտեղ քաղաքապետի վստահեցմամբ ոչ մի ծառ չի հատվելու։ Նարինե Իրիցյան, Հասմիկ Ֆարոյան, IPF։ Այս պահին IPF-ի աշխատասենյակում է մենք ենք այս քաղաքի տերը, քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարամ Սողոմոնյանը։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու եւ ստուդիայում հյուրընկալվելու համար։ Պարոն Սողոմոնյան, այսօր քաղաքապետը անդրադարձել է բնապահպանական խնդիրներին, կանաչ գոտիներին եւ ակնարկել է, որ Հայաստանը մեգապոլիս է եւ պետք չի սպասել ակլորական չի, հա, մայրաքաղաքում երևանցիները չպիտի ամեն առավոտ լսեն ակլորի կանչ։ Ինչպես է գնահատում այս հայտարարությունը եւ ընդհանրապես բնապահպանական առումով ինչ որ հույսեր կապում եք Կարեն Կարապետյանի հետ։ Գիտեք, ճիշտ է, իհարկե ակլորական չպետք չի սպասել Երևանում, բայց նաև պետք է ունենալ քաղաքային մշակույթին բնորոշ վերաբերմունք, ընդհանրապես քաղաքի խնդիրներին։ Ասեմ ձեզ, որ Երևան քաղաքի խնդիրները շատ լուրջ են։ Դուք կարող եք լսել Երևան ժամանող հյուրերին, որոնք պարզապես շնչահեղձ են լինում այս քաղաքում, եւ էլ չեմ ասում, որ ինչպես են աճում հիվանդությունները մեր քաղաքում, այսինքն մենք կարիք ունենք շատ լուրջ եւ գլոբալ լուծումների։ Վախենալու չեն այդ լուծումները։ Գիտեք, վախենալու են, ես կարծում եմ, որ քաղաքապետի եւ բոլոր մյուս ղեկավարների համար են վախենալու, որովհետեւ մենք տարիներ շարունակ ունեցել ենք ապօրինի սեփականաշնորհման գործընթաց։ Այժմ քաղաքապետը իր Facebook-ի էջի մեջ հարց է ուղղում քաղաքացիներին, թե ինչ անեմ, ահա այս ապօրինի շինությունների հետ, որոնց սեփականության իրավունքը արդեն ճանաչված է, ինչպես վարվել։ Մենք կարծում ենք, որ պետք է իսկապես ռադիկալ լուծումների գնալ, քանի որ այստեղ մենք գործ ունենք իսկապես հանրային գերակա շահի հետ, այսինքն մարդկանց անվտանգության հետ։ Այն կանաչ տարածքները, որ մենք այսօր ունենք, այլևս բավարար չեն մեր թթվածինն ապահովելու համար։ Տեսեք, քաղաքապետը որոշակի լուծումների փորձում է գնալ, հա, սննդի անվտանգության տեսանկյունից փորձեց արգելել փողոցային առևտուրը եւ այլն, բայց դա միանշանակ չի ընկալվում բոլորի կողմից։ Այսինքն, ինչ քայլեր պիտի անի քաղաքապետը, որ բավարարի երկու կողմին էլ, հա, այսպես ասած, եւ արդյոք ողջունելի չի, օրինակ, որ նա Facebook-ով դիմում է ձեզ, ժողովրդին, մեզ բոլորիս, ի տարբերություն նախորդ քաղաքապետերի։ Միանշանակ ասեմ ձեզ, որ չնայած ուսանողական այգու հարցը, որը մենք մի շարք այլ այգիների հետ միասին մեծ փաթեթներով հանձնել են քաղաքապետին եւ բավականին դրական արձագանք ենք ստացել, դրանք դեռ լուծված չեն, բայց մենք ակնկալում ենք լուծում։ Ասեմ, որ
լիովին ողջունելի է, մենք լիովին աջակցում ենք քաղաքապետի վերջին քայլերը կապված ծառատնկման, մի շարք կրպակների վերացման կանաչ տարածքներում, դրանք կարծես թե ձևական բնույթ չեն կրում եւ մենք պատրաստ ենք աջակցել, իրազեկել եւ մեր բոլոր քաղաքացիներին այլ ավելի շատ ներգրավել այդ գործողություններում եւ համաձայն եմ, որ եթե քաղաքացիները տեր չկանգնեն իրենց իրավունքին եւ ակտիվ չմասնակցեն, քաղաքապետը միայնակ անզոր է պայքարել նման բաների հետ եւ ձեզ ասեմ, որ մեր փորձից Վիշապների այգում, որտեղ մարդիկ տեր են կանգնում իրենց կյանքի միջավայրին, հասնում են արդյունքի։ Այնտեղ իրենք տեր կանգնեցին եւ մենք փաստացի ունենք այգի, որը ծառատնկված է եւ շատ շահախնդիր են այդ տեղի բնակիչները իրենց այգու նկատմամբ։ Իդեպ իրավունքին տեր կանգնելու վերաբերյալ, հա, Ազատության հրապարակը կարծես թե փակ է հանրահավաքներ անցկացնելու, զանգվածային միջոցառումներ անցկացնելու համար։ Նույն քաղաքապետը անընդհատ արգելում է հանրահավաքները։ Կարծում եք ճիշտ այս որոշումը քաղաքապետի, պարբերական որոշում։ Գիտեք ինչ, եթե դուք նկատել եք անցած տարվանից ուսանողական այգու հետ կապված, մենք խնդիրը դնում ենք ոչ միայն բնապահպանական տեսանկյունից, այլ որ մենք ենք տերը այս քաղաքի, այսինքն այն հանրային տարածքները, դրանք են մեր համայնքը, դա այն է, ինչ մեզ միացնում է միմյանց։ Եվ եթե մենք տեր ենք կանգնում մեր կանաչ տարածքներին, ապա պետք է տեր կանգնենք նաև մեր հրապարակներին եւ բոլոր հանրային գոտիներին։ Այսինքն եթե մենք կորցնում ենք հանրային կանաչ տարածքները ինչ որ մասնավոր շահի համար, ապա վաղը զիջելու ենք նաև շատ այլ իրավունքներ։ Դրա համար մենք կարծում ենք, որ պետք է ավելի շատ պահանջել իշխանություններից, ավելի շատ պահանջել քաղաքապետից, բայց նաև ինքդ քեզանից պետք է պահանջես որպես քաղաքացի։ Իդեպ արդեն 100 օր է քաղաքապետ Կարեն Կարապետյանը, դուք արդեն 100 օր ձեզ զգում եք քաղաքի տեր։ Ճիշտն ասած ես չեմ ուզում անձերի հետ կապեմ, նախորդ քաղաքապետի հետ էլ մենք երբևէ անձի խնդիր չենք դրել, որը խնդիր ուներ մենք ենք այս քաղաքի տերը այդ անվանման հետ, նա մի քիչ այլ կերպ էր ընկալում տեր լինելը, սակայն ասեմ ձեզ, որ խնդիրները շատ լուրջ են, մենք նույնիսկ ամենականաչապատ Ավանի համայնքում ունենք երկար գոտիներ, որոնք ինչ որ ժամանակ սեփականաշնորհվել են եւ համայնքը հիմա անօգնական է, հանկարծ գալիս է սեփականատերը եւ նույնիսկ բանկերի շենքերը որոնք փակում է այդ նոր շինությունը, նրանք անզոր են պայքարել դրա դեմ։ Այսինքն մենք պետք է պահանջենք կարդինալ լուծումներ։ Մենք կոչ ենք անում վերանայել, շատ ուշադիր նայել կառուցապատողների հետ բոլոր պայմանագրերը եւ եթե այնտեղ կան խախտումներ, եւ եթե դրանք հնարավոր է վերանայել, որոշ դեպքերում նաեւ չեղյալ համարել այդ պայմանագրերը, քանի որ գործ ունենք հանրային մեր կյանքի իրավունքի եւ շահի։ Դուք ասացիք, որ անձերի հետ խնդիր չունեիք, բայց 100 օր կարծես թե մի քիչ հանգիստ եք թողել նոր քաղաքապետին։ Գագիկ Բեգլարյանի օրոք շատ ավելի ակտիվ էիք եւ ակցիաներն էին շատ եւ ձեր անունն էր անընդհատ հնչում։ Այս վերջին շրջանում կարծես թե հանդարտություն է, հույսեր եք կապում դրա համար, թե ժամանակ եք տվել քաղաքապետին։ Իհարկե մենք հույսեր ենք կապում, մենք հանդիպեցինք իր հետ, ճիշտն ասած նա պատրաստական էր հենց առաջին օրվանից եւ իրեն փոխանցեցինք, ինչպես ասում ենք, մեծ հաստ փաթեթներ բոլոր փաստաթղթաբանությամբ, բոլոր ազգային գրադարանի կից բուհերի 20,000 ստորագրություններ, նույնիսկ շատ բարձրաստիճան մարդկանց ստորագրություններ, սակայն ոչինչ չի փոխվում։ Մենք լինելու ենք սկզբունքային, ժամանակ ենք տվել նաև, բայց ուզում ենք հավատալ, որ մարդիկ իրենց խոսքին տեր կկանգնեն, այսինքն այստեղ զուտ քաղաքացիների հետ գործ ունենք եւ մենք պլանավորում ենք ամեն ինչ adekvat իրավիճակին։ Շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու համար, հիշեցնեմ, որ IPFA-ի հյուրն էր, մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնության ղեկավար անդամ Վարամ Սողոմոնյանը։ Շարունակում ենք թողարկումը 50 տարի առաջ 1961 թվականի ապրիլի 12-ին Մոսկվայի ժամանակով 9:07 րոպեին Բայկոնուր տիեզերքայանից տիեզերք թռավ